Եվրամիության անդամ երկրների գործընկերները աջակցություն են հայտնել ԱՊԱ շրջափակման գործընթացին, արտգործնախարարության հայտարարությունը։ 2 տարվա փոխարեն 1.5 տարի ծառայություն հունվարի 1-ից հետո զինծառայողի մահվան գործով կալանավորված կա։ Ալիևը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին, ովքեր են համաներման ցուցակներում։ Ստուգել վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ ներքին գործերի նախարարության նոր նախագիծը։ Թեժգից հիվանդանոց նախարարություն, ինչու են ուշանում նպաստները։ Ադրբեջանից Հայաստան նոր բեռները ճանապարհին են։ 2026-ից 20% քեշբեք թոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց։ Բարի երեկո, արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես հունվարի 1-ից հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող տղաները 2 տարվա փոխարեն կծառայեն 1.5 տարի։ Այս կերպ պաշտպանական գերատեսչությունը ակնկալում է բարձրացնել բանակի պրոֆեսիոնալիզմը, սակայն ընդդիմադիրները մատնացույց են անում իշխանության մեկ այլ առաջարկ, որը հնարավորություն է տալիս վճարել չծառայելու տարբերակը։ Իսկ քննչական կոմիտեն հայտնել է, որ օրեր առաջ զինծառայողի մահվան դեպքով կալանավորված անձ կա։ Դեկտեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերում զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածքեր ստացել եւ մահացել։ Մանրամասների ու պատճառների մասին պաշտպանության նախարարը տեղյակ չէր։ Միայն ասաց, որ դեպքը տեղի ունեցել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում։ Հարցը քննչական կոմիտեի տիրույթում է եւ նոր բան նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Սահմանին սակայն ըստ Պապիկյանի վիճակը հանգիստ է։ Հիմա պաշտպանության նախարարի տեղեկացմամբ զինված ուժերում խնդիրը քամին ու բուքն է։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Ավելի ուշ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ազգային ժողովի կողմից Պապիկյանն ազգային ժողով էր բերել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելու վերաբերող նախագիծը։ Այդ որոշումը կտարածվի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելու։ Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունների ընդունմամբ կկրճատվեն նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը, սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից։ Սա պայմանավորված է նրանով, որ 2026 թվականի հունվարից սկսած ծառայության ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսին։ Ընդդիմությունը նախագծում անհամապատասխանություններ է տեսնում։ Գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել։ Խորհրդարանական դիմությունը նաև իշխանությունների մեղադրում է, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները ավելի շատ նախընտրական քարոզչություն են, եւ որ իշխանությունները մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ամեն հնարավոր միջոցներով ու եղանակներով փորձում են բարձրացնել իրենց ժողովրդականությունը։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք, դուք ասելու եք նախընտրական է։ Կարճ քննարկումներից հետո ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Այն ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Ադրբեջանի նախագահը պատրաստվում է համաներում հայտարարել, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաներման ակտի նախագծում ձևակերպել են, թե ազատազրկման վայրերը լքելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների, այդ թվում այսպես կոչված հայրենական պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը անցկացված հակահաբեկչական գործողության մասնակիցները։ Ալիևի հրամանագրով համաներումը տարածվելու է նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր հարազատների, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք ըստ Ալիևի ձևակերպման հաշմանդամություն են ստացել Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղ բնակչության դեմ զինված սադրանքների հետևանքով։ Առաջի տեղում կարող դիտարկել հենց այն հանգամանքը, որ ինքը փորձում է միջազգային ռեյտինգը բարձրացնել։ Մենք լավ գիտենք, որ այն մարդիկ, ովքեր բանտարկված են Ադրբեջանում, դիմադիր հատվածներ, որը մշտապես քննադատել է Իլհամ Ալիևին, այդ մարդկանց դրեստելու նպատակ ունի։ Կան միջազգային տարբեր կառույցների արձագանքեր, հանձնվեց ԵԽԽՎ-ի, Եվրոպական միության կողմից տարբեր հայտարարություն են եղել Ադրբեջանի դեմոկրատական արժեքների քննադատական տարբեր հայտարարություն են եղել։ Հետևաբար Ադրբեջանը փորձում է մեղմել այն պատկերացումները, որոնք որ կան Ադրբեջանի նկատմամբ դրսում եւ դրանով ստանալ հավանություն միջազգային տարբեր պրոյեկտի իրականացման համատեքստում։ Խաղաղության լարախաղաց Ալիևը իդեպ օրեր առաջ էլ դարձյալ հելոսացրել էր մարդասպանի փոխգնդապետի կոչում ունեցող ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, որը 2004-ին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Բռնապետը այժմ էլ գնդապետի կոչում է շնորհել նրան։ Բաքվի քարոզչամեքենան հրահանգել է չհրապարակայնացնել, չշեշտադրել ոճրագործի հերոսացման այս փաստը, որ չպատռվի թերևս խաղաղություն խաղացող Ալիևի դիմակը։ Թեպետ Սաֆարովը պատիժը ցմահ պիտի Բուդապեշտում կրեր, բայց 2012-ին նրան արտահանձնեցին Բաքվին։ Միջազգային մամուլը այդ օրերին գրեց, որ Բաքվից Բուդապեշտին $7 միլիոն հասցնողը նույն ընկերությունն էր, որը սպասարկում էր Ալիևի կոռուպցիոն խավիարային կապերը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը անդրադարձել է Թրիփի անվան շուրջ մեկնաբանություններին։ Դեսպանի խոսքով նախագիծը կոչվում է միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի կամ Թրիփ եւ մյուս երկրներին էլ խրախուսում է օգտագործել այդ ձևակերպումը։ Սա է նախագծի անունը, որի կիրառումը օգնում է խուսափել շփոթից, նշել է ԱՄՆ դեսպանը, հավելել, որ այս նախագծում այժմ ուշադրությունը կենտրոնացած է երկաթուղային կապի վրա եւ նպատակը այն է, որ Թրիփը ի վերջո լինի բազմամոդել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության գործընկերների հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում անցկացվող հանդիպմանը։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ Եվրամիության անդամ երկրների գործընկերները աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Արտգործնախարարության փոխանցմամբ Եվրամիության անդամ երկրները աջակցություն են հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Ստուգել վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ, ներքին գործերի նախարարության նոր նախագիծը, թեժ գիծ հիվանդանոց նախարարություն, ինչու են ուշանում նպաստները։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լուրեր։ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից, բայց Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքների դիմաց, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Կիևը սկզբում մտադիր էր միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որոշ գործընկերներ չեն աջակցել այդ մտադրությանը։ Միևնույն ժամանակ Կիևը հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասի չգրավված մասից եւ այն հանձնել Ռուսաստանին, ինչպես պահանջել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այնուամենայնիվ մենք աշխատում ենք Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Այս օրերի ընթացքում Բերլինում մենք հնարավորինս ակտիվ եւ կառուցողական կաշխատենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իսկապես համաձայնագիրը նորմալ պայմանների բերել։ Ամենակարևորն այն է, սակայն, որ ծրագիրը լինի հնարավորինս արդար, հատկապես Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանն է սկսել պատերազմը։
Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու հայտարարությանն է անդրադարձել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը նշել է, որ երաշխիքների թեման կարևորագույն հարց է եւ պահանջում է հատուկ քննարկում, իսկ Ռուսաստանն ակնկալում է Միացյալ Նահանգներից, որ կտեղեկացվի Բերլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյունքների մասին։ Պեսկովի խոսքով Մոսկվան եւ Վաշինգտոնը ներկայումս չեն քննարկում այս հանդիպման ընթացքը։ Եվ կրկին վերադառնանք Հայաստան, ոչ թե խնամի ծանոթ բարեկամը, այլ գիտելիքն ու հայրենիքի նվիրումն է լինելու առաջնայինը պետական համակարգում պաշտոն զբաղեցնելու համար։ Կալանավայրից հրապարակած 4 կետանոց նամակում գործարար Սամվել Կարապետյանը այլընտրանք է առաջարկում վերականգնել արդարությունը, ստեղծել հզոր բարեկեցիկ երկիր, ունենալ լավ հարաբերություններ բոլորի հետ եւ վերջապես կերտել ամուր ընտանիք, որտեղ սեր եւ համերաշխություն կա։ Այսպես թե այնպես ապագան գալու է, այլ հարց է, որ մենք հայերս այն պետք է մերը դարձնենք, եզրափակել է Կարապետյանը։ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար առանցքային նշանակություն ունեցող տարի մուտք կգործենք մի քանի օրից։ Պարզ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու մեր, որպես պետականություն ունեցող ազգի ապագայի համար։ ԱԱԾ մեկուսարանից գրում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ինչպիսին է լինելու ապագան կորոշի նույն ժողովուրդը, իրենց տեսլականը ուժեղ Հայաստանն է։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում, անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Կարապետյանը շարունակում է, օգտագործելու ենք տասնամյակներ շարունակ բազմաթիվ երկրներում ձեռք բերած գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ հարստացնելու Հայաստանը։ Շեշտում է, այսօր մեր ժողովուրդն ու պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն, այստեղ ռետորական հարց, ուրեմն ինչի համար ենք աշխատել ու վաստակել, եթե պետք է չբավարարենք դրանք։ Ազգային բարերարն ասում է, տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները, գալիս է զարմացնելու մեր ժամանակը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը, բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով եւ հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի, փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական խնդիրներին, ապա ըստ Սամվել Կարապետյանի իրավունք չունենք վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի կամ գերտերության հետ։ Ոչինչ չեն ուրանալու, իսկ խնդիրները լուծելու են խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով հօգուտ մեզ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Որտեղ է սկսվում եւ ավարտվում խոսքի ազատությունը մեր երկրում։ Հարցը գուցե հռետորական է, բայց իրականում անհանգստացնող պատկեր ունենք, ինչը նկատում են նաեւ միջազգային հարթակներում։ Այսպես Եվրախորհրդի աչքին Հայաստանն արդեն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին է։ Հայաստանը երրորդ տեղում է Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո Եվրախորհրդում։ Որ ոլորտում զարմացած կհացնեն շատերը։ Տնտեսական, գուցե սոցիալական, կրթության, ոչ, քրեական հետապնդման ենթարկվող լրագրողների թվով։ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է Հայաստանում լրագրողների կալանավորման մասին եւ պահանջել պարզաբանումներ։ Լուրը տարածվեց օրեր առաջ եւ հաց առաջ բերեց։ Միթե գործերն այսքան վատ են։ Երբ որ ասում ենք, որ Հայաստանը գնում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ, ասում են, բայց դեպքում դուք ինչպես եք խոսում։ Մասնագետների կարծիքով Հայաստանը խոսքի ազատության նկատմամբ իշխող ուժերի վերաբերմունքի տեսանկյունից սկսում են նմանվել Թուրքիային, որը մի կողմից ներկայանում է որպես դասական ժողովրդավարություն, մյուս կողմից ներսում կիրառում մամուլի ակնհայտ սահմանափակումներ։ Ձևականորեն թույլ է տրվում խոսքի ազատություն, բայց մինչև այն պահը, երբ որ այդ խոսքի ազատությունը իշխանության համար կստեղծի ռեալ վտանգ իշխանությունը կորցնելու կամ ներքին լեգիտիմության մակարդակը ցածրացնելու համար։ Երբ որ մարդ գործել է օրենքի մեջ կամ խախտել է ինչ-որ թեթև բար, որի համար այդպիսի ազատազրկում չպետք է սպառնար, իրեն տանում շոկային տեղափոխում ես բանտային միջավայր, բարձր դրանից մեկը երկու անգամ կմտածի, արդյոք դու գործով զբաղվի թե չէ։ Փորձագետների կարծիքով իշխանությունները մի կողմից ապակ հրեականացրել են վիրավորանքի եւ զրպարտանքի համապատասխան հոդվածը, մյուս կողմից դրա փոխարեն կիրառում են խուլիգանության հոդվածը մեդիայի ներկայացուցիչներին թիրախավորելու համար։ Բնականաբար, խոսքն այն ներկայացուցիչների մասին է, որոնք խանգարում են նույն այդ ուժերին։ Հրաչակ երկու հոդվածները, չէ, ատելության խոսքի, բռնության հրապարակային կոչերը, ատելություն հրահրելը, ինչպես է եղել, որ անցած տարվա տվյալներն սա, բայց չեմ կարծում, որ վիճակագրական փոփոխություն լինի։ 95% դեպքերում
այդ մեղադրանքով գործերի դուժողը իշխանության ներկայացուցիչ էր, իսկ իրենց աջակիցների մոտ այդ նույն քանակը չկա։ Միջին վիճակագրական քաղաքացին գուցե հաստ է իրեն, ինչպես է սա առնչվում անձամբ իրեն։ Ինքը չունի այն ազդեցությունը կամ գործիքները, որոնք ունեն լրատվամիջոցների ներկայացուցիչները, հետևաբար իրեն չի սպառնում քրեական հետապնդում արտահայտած կարծիքի համար։ Կյանքը սակայն հակառակն է ցույց տալիս։ Եթե մենք տեսնում ենք, որ ապուրինի ազատազրկումները այս դեպքում կամ ուրիշ հետապնդումները արվում են արդեն անգամ լրագրողների, փաստաբանների դեմ, ուղիղ վտանգ որ մենք պետք է զգանք, դե պատկերացրեք, եթե ես ուրիշ ինչ սովորական աշխատանք ունեմ, չգիտեմ, բավական չի։ Եթե անգամ այդ մասնագետների, որոնք ավելի մեծ պաշտպանություն պիտի օրենքով ունենային, անգամ եթե իրենց է հասել ձեռքերը, իրենց կարող են ազատազրկել առանց օրենքի հիմքի օրենքը շրջանցելով, բայց ինչ կարող են անել ինձ հետ, եթե ուզեն։ Այստեղ գուցե կարծիքներ լինեն, որ Հայաստանում մեդիա ներկայացուցչի կամ լրագրողի իդենտիֆիկացիայի խնդիր էլ կա, այսինքն յուրաքանչյուր ոք չպետք է կարողանա հրապարակային արտահայտել ինչ մտքին փչի։ Միանշանակ այդպես է, բայց այդ կանոնը կիրառել է նաև բարձր կաբինետներում գտնվողների համար։ Եթե դու լսել ես 100 հազարավորներին, ուրեմն պատասխանատու ես արտահայտածդ յուրաքանչյուր բառի համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնել նաև թմրանյութի օգտագործման պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշում են, որ գործող օրենսդրությամբ ոստիկանությունը իրավունք ունի ստուգել միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունը։ Օրենքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի համապատասխան օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի ԺԴ կետը մաքուր ալկոհոլի բառերից հետո լրացնել կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ հոգեներգործուն նյութի բառերով։ Տպավորություն էր, թե ինքնաթիռ է, որի տուրբիններից մեկն այրվում է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսպես է մեկնաբանել հանգստյան օրերին համացանցում տարածված կադրերը, որոնցում երևում էր, թե ինչպես է երթուղիներից մեկը սպասարկող հանրային տրանսպորտից մեծածավալ ծուղ բաց թողնվում։ Ըստ մայրաքաղաքի ղեկավարի, տեսարանը վախեցնող էր։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան հայտնել է, մեքենան անսարք է եղել, վարորդին նկատողություն են հայտարարել։ Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուղ։ Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։ Նշեմ նաև, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս եւ ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Տեղի ունեցածն անթույլատրելի է։ Թեժգից նախարարություն հիվանդանոց այս շղթայով վերջին ամիսներին հաճախ են անցնում մայրական նպաստի շահառուները բողոքում սոցիալական ցանցերում։ Ոլորտի պատասխանատու նախարարությունն ասում է, տեխնիկական է խնդիրը կլուծվի։ Թեման Քնարիկ Պետրոսյանի անդրադարձում։ Մին ասում են մինչև հոկտեմբերի 15-ը կնստի, հոկտեմբերի 15-ը գարսեր ասում են մինչև հոկտեմբերի վերջ, մինչև նոյեմբերի 15, մինչև նոյեմբերի վերջ։ Արդեն 3-4 ամիս է այս պատասխանն է լսում տիկին Հասմիկը, ով օրեր առաջ է առաջնեկին լույս աշխարհ բերել։ Նրա պես տասնյակ մայրեր այսօր բախվում են նույն խնդրին՝ 30 շաբաթական անաշխատունակ մայրության նպաստի ուշացմանը։ Ժամի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմում է, սեպտեմբերի 23-ին առցանց դիմում է ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որ ստանա 30 շաբաթական հղիության բուլետենային գումարը։ Սակայն այս օրվանից մինչև նոյեմբերի 5-ը ստացել է ընդամենը 86600 դրամ, նախատեսված 172600 դրամի փոխարեն։ Ավելին այժմ, երբ երեխան արդեն 10 օրական է, գումարի մյուս մասը մինչև օրս փոխանցված չէ։ Տարին մոտերմա ավարտին մարդկանց գումարը պետք մարդիկ ամանորեն պատրաստվում անեն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը երբ զանգահարում ես կամ գրում ես, ասում են տեխնիկական խնդիր առաջացի։ 3 ամսվա մեջին
այդ տեխնիկական խնդիրը չեն կարողանում լուծել։ Ինչու են ուշացնում փողը։ Ընդունելով, որ խնդիր կա, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ասում են, մասնագետներն ուսումնասիրում են հարցը։ Հիմա շատ ակտիվ աշխատանքները արվում են տեխնիկական ու համադրման խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ, բայց այնուամենայնիվ, քանի որ համակարգը ինքը նոր է գործարկված, կարող է լինեն առանձին դեպքեր, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն։ Նաեւ գործում է 114 թեժ գիծը նախարարության։ Թեժ գծից էլ օգուտ չկա, ասում է նույն իրավիճակում հայտնված Ալիսա Մկրտումյանը, ում դիմումը նախարարություն ուղարկվել է սեպտեմբերի 12-ին։ Վերջին փոխանցումն ասում է ստացել է նոյեմբերի 11-ին կրկին 86,000 դրամ, 180,000 դրամի փոխարեն։ Սոցիալ նախարարությունից նրան հայտնել են, թե խնդիրը իրենց իրավասության տիրույթում չէ, առաջարկելով դիմել թեժ գծին։ Թեժ գիծ, հիվանդանոց, առմետ համակարգ։ Այս շղթայի վերջին կետից ասել են, թե համակարգում ամեն ինչ կարգին է։ Պատասխանեց, որ Արմեդում էլ է ամեն ինչ նորմալ, այնտեղից էլ չխնդիրը, ուղղակի տեխնիկական խնդիր է առաջացել, դրա պատճառով էլ ես չեմ կարող ստանալ իմ մնացած գումարը 86,300 դրամը։ Թեև համակարգը նոր է ներդրվել, սակայն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել, ասում է սոցիոլոգ Ներսես Քոչարյանը։ Ինչպես բոլոր անաշխատունակ մարդիկ, այնպես էլ երեխա մայրերը այս տարվանից կարող են ստանալ նախարարության գումարները։ Գործը իբրև հեշտացրել են, բայց տեխնիկական խնդիրներն են խոչընդոտում, վստահեցնում է սոցիոլոգը։ Հիմա այս տարի նոր համակարգ է ներդրվել, որ ընդհանուր լինի, որ թղթաբանության հետ խնդիրներ չլինեին, մարդիկ չգնային պոլիկլինիկա թուղթ վերցնեին, բերեն հանձնեին, չգիտեմ, ՄՍՑ եւ այլն, օնլայն այդ ամեն ինչը անում էին, այդ գումարները փոխանցվեն։ Մինչև նախարարությունում պարզում են, թե ինչպես կարգավորել տեխնիկական խնդիրները, մայրերը շարունակում են սպասել իրենց օրինական հասանելիք գումարներին, առանց հստակ ժամկետների ու պատասխանների։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Ադրբեջանից Հայաստան նոր բեռները ճանապարհին են։ 2026-ից 20% քեշբեք թոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի երեքշաբթին, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հաշված օրեր անց օձին կփոխարինի հրեղենձին, սա նշանակում է, որ այս տարի սառը գույների փոխարեն ակտուալ կլինեն ավելի տաք ջերմ երանգները, որոնք բնորոշ են ձիու տարուն։ Հենց այսպիսի միջավայր է առաջարկում տոնական միջոցառումների ձևավորմամբ զբաղվող Prestige Wedding Planner ընկերությունը։ Ամանորի շունչը զգացվում է, ամենուր թևածում է տոնական տրամադրությունը, շուրջ բոլորը զարդ ու զարդարանք, փայլեր ու պսպղացող լույսեր են տարեվերջյան հրաշքի սպասումով։ Մարդիկ, ովքեր հոգնել են ամանորյա ստանդարտ դասական ձևավորումներից եւ փնտրում են յուրօրինակ, նաեւ կրեատիվ լուծումներ, գիտեն ուզածը կգտնեն աշխարհի լավագույն 100 հայ դիզայներներից մեկի հետ։ Մայրաքաղաքի ամենախոշոր տոնական միջոցառումների ձևավորումը Գայանե Խոջայանի ձեռագրով են։ Արդեն ընկեր դարձած ընկերությունների համար են կարել շատ գեղեցիկ աշխատանքներ, ինչպես նաև ունենք նոր համագործակցություններ բազմաթիվ նոր ընկերությունների հետ։ Որն է այս ամանորի թրենդը, ներկապնակի որ գույներն են ակտուալ տոնական ձևավորումների համար, առանցքներ ինչպես միշտ կան, բայց դիզայներն իր առաջարկն ունի։ Քանի որ այս տարի մեր մոտ շատ գեղեցիկ սիմվոլ ունենք, այսինքն հրեղենձի ու տարի է, այդ իսկ պատճառով շատերը ցանկացան, որ այդ գեղեցիկ կենդանի զարդարի իրենց ամանորյա եղևնիները, տան դեկորները, ընկերությունների հիմնական սրահները եւ այլն, եւ ունեցանք շատ թեմատիկ ձևավորումներ հենց այդ սիմվոլով։ Այս տարի ակտուալ են տաք գույները, այսինքն կարմիրը, տաք ոսկեգույնը, կանաչի ավելի խորը երանգները, դրանք շատ ակտուալ են, բայց ես միշտ բոլորին ասում եմ, որ ակտուալ է այն գույները, ինչը որ համահունչ է տվյալ տարածքին եւ տվյալ մարդկանց էմոցիոնալ զգացողությանը այդ տարվա հետ կապված։ Հենց դիզայների խնդիրն է, որ համադրի տարվա տենդենսները եւ տվյալ միջավայրի տրամադրությունը։ Նոր դիզայն, հետաքրքրություն, ինքնատիպություն, կարևոր սկզբունք, բացառել կրկնողությունը։ Պրոֆեսիոնալներն իրենք են թելադրում, թե ինչն ու ինչպես է նորաձև։ Ահա գրագետ ոճային լուծումներ ունենալու գաղտնիքը։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։
Նորակառույցում բնակարան գնելուց հետո հերթը կենցաղային նոր տեխնիկայի գնումն ու կահավորումն է։ Ապագա բնակիչների առաջիկա հոգսը թեթևացնելու համար նոր տարվա նախաշեմին նոր-նորքում կառուցվող New Era բազմաֆունկցիոնալ համալիրը աննախադեպ անակնկալ է մատուցել։ Դրամական պարգևներից մինչև հանգիստ Եգիպտոսում ու բարձրարժեք կենցաղային տեխնիկան իրենց նոր բնակիչներին է բաժին հասել։ Իսկ համալիրի էքսկլյուզիվ վաճառքը իրականացնում է Argo Realty ընկերությունը վճարման համար հարմար տարբերակներով։ Երջանկությունից արտասվում է տիկին Մարինեն, որդու շահած միլիոնն է տուն տանում։ Սկզբանե տղաս ասեց, մամ տելևիզորին ուս։ Հաստորեն ես այո ավելի մեծ նվերով եմ գնում, որի համար իրոք երջանիկ եմ։ Բաց դռների օր տարեվերջյան մեծ խաղարկություն է New Era-ում։ Կենցաղային դրամական պարգևներից մինչև Եգիպտոսի շքեղ Ռիքսես հյուրանոց 2 ուղևորություն է խաղարկում ընկերությունը։ Մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հուլիսի 1-ից հետո են բնակարան ձեռք բերել այս բազմաֆունկցիոնալ համալիրում։ Կարևոր է, որ կապ է ապահովում մեր գնորդի հետ։ Սա փոխադարձ վստահության քայլ է, ինչպես նաև տարեվերջյան ամփոփում են կատարում կատարած աշխատանքի։ Տպավորված են New Era-ի ապագա բնակիչները, գնորդների կեսից ավելին արժեքավոր մրցանակների է արժանանում։ Ուղղակի երջանիկ եմ։ Ի սկզբանե տանը ասում էի, որ գնում եմ 2 միլիոնի հետևից։ Կառուցապատողը նախագծի էքսկլյուզիվ վաճառքը վստահել է Argo Realty-ին։ Գին որակ վճարման պայմաններ հրաշալի համադրություն է ստացվել վստահեն Argo-ում։ Ընկերության ամենապահանջված նախագծերից է New Era-ն։ Գնորդներին հաշվետվողական լինելը եւ Argo Realty ընկերության եւ New Era ընկերության համար շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ մասնակցեն միջոցառմանը բաց դռների օրվան եւ իրենց ուզող հարցերի պատասխանները ստանան։ Ընդամենը 1 տարի եւ նոր-նորքի 4-րդ զանգվածի Թևոսյան 1 կոտորակին հասցեում բնակարանը մուտք կտոնի ավելի քան 300 ընտանիք։ New Era բնակելի համալիրում բնակարան ձեռք բերել հնարավոր է մինչև 72 ամիս տարաժամկետ փուլային վճարմամբ։ 20% կանխավճարը պարտադիր պայման է։ Հաշված բնակարաններ են մնացել։ Կառուցապատող ընկերությունում վստահ են New Era-ն փոխելու է բնակիչների կյանքի որակը, ապահովելով արժանապատիվ կյանքի բարեկեցիկ պայմաններ։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Իրերի ինտերնետ նույն ինքը IoT տեխնոլոգիայի զարգացման միտումների և կիրառական լուծումների մասին Viva University ծրագրում ընդգրկված ուսանողների հետ խոսել է Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ Իրերի ինտերնետը տեխնոլոգիա է, որի շնորհիվ տարբեր սարքեր միացվում են ինտերնետին և միմյանց հետ տվյալներ փոխանակում։ Խոսքը օրինակ ջրաչափերի, էլեկտրաէներգիայի հաշվիչների, ավտոկայանման սենսորների և այլ խելացի սարքերի մասին է։ Viva-ի տնօրենը բացատրել է, որ եթե ավանդական հեռախորհրդակցության ենթակառուցվածքը համեմատենք թվային տնտեսության երակների հետ, ապա IoT ցանցերը արհեստական բանականության հետ դառնում են դրա նյարդային համակարգը և ուղեղը։ Ավետիսյանը ընդգծել է, որ այժմ Viva-ն իրականացնում է Narrowband IoT հատուկ ցանցի կոմերցիոն շահագործում։ Այս տեխնոլոգիան հատուկ կառուցված է իրերի ինտերնետի համար և նախատեսված է բջջային ցանցերին միացնելու ինքնավար բազմաթիվ սարքեր ու սարքավորումներ։ Մամուլում մեծ աղմուկ հանած պարույր սևակ անլռելի զանգակատուն քանդակը կհեռացվի զանգակատան դպրոցի բակից, այն նվիրել էր քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, իսկ եկող տարվանից նպաստ թե թոշակ որևէ մեկին կանխիկ չեն վճարի, կլինի անկանխիկ, օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։ Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետ վճար գործող 12%-ի փոխարեն։ Այդպիսով կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամ գործող 6,000-ի փոխարեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են նաև, որ ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ։ Ինքնակամ շինությունները հաշվառելու ժամկետները երկարաձգվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 26-ի փոփոխություններով պետք է բացառվի ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Կօրինականացվեն այն շինությունները, որոնք օդային լուսանկարահանմամբ կհաստատվեն, որ կառուցված են եղել մինչև 2021 թվականը։ Ըստ Կադաստրի կոմիտեի այժմ 40,000 ինքնակամ շինություն կա միայն մարզերում։
Առաջիկայում Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով դեպի Հայաստան երկաթուղով հացահատիկի նոր խմբաքանակներ կներմուծվեն։ Լրագրողներին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հայտնել է, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում է։ Ապրանքի տեղ հասնելուն պես Պապոյանը խոստացել է, որ տոննաներով կհրապարակի տվյալների մասին։ Անդրադառնալով հայկական կոնյակի արտահանման հարցին, էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ անվտանգության տեսանկյունից ամենահուսալի երթուղին Լարսի անցակետն է, ցամաքային ճանապարհով տարբերակը։ Հանրային տրանսպորտում շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ քաղաքացիները ուղևորափոխադրման դիմաց չեն վճարում։ Այդ մասին նամակներ է ստացել Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կա հանրային պահանջ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։ Քաղաքապետը հայտնել է, որ հիմնականում երիտասարդներն են չարամտորեն խուսափում վճարելուց։ Ավինյանը տեղեկացրել է, որ տրանսպորտում վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերին վերահսկողների հաստիկացուցակը կհամալրվի։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով։ Նախագահող դատավորը տեղեկացրել է, որ դատախազները հայտնել են, թե դատական նիստի օրվա եւ ժամի մասին ծանուցագիր չեն ստացել, ինչի պատճառով էլ չեն ներկայացել։ Սրբազանի ազատազրկման բողոքը կքննարկվի 2026-ի հունվարի 13-ին։ Պաշտպանները միջնորդել են, որ բողոքի քննարկումն անցկացվի ավելի մեծ դահլիճում։ Ժողովրդական նկարիչ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի Պարույր Սևակ անլռելի զանգակատուն քանդակը, որը տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։ Այդ մասին հայտնել է Պարույր Սևակի թոռը Սևակ Ղազարյանը։ Նա հայտնել է, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին, եւ այն պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային պատկերում փոփոխություններ ունենք, Լիլի Հովերը կներկայացնի։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մետեոաշխարհն է Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 2-ից 8, Լոռիում 3-ից 5, Տավուշում 4-ից 7 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 6-ից 9, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 3-ից 8, Սյունիքի նախալեռներում 0-ից 3 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 5-ից 7, երեկոյան 0-ից 2 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։